հնարավորություն տրված մեր Աստծուն դրսևորելու իր փառքը։ Իր կամքը, իր զորությունը ներգործելու ամեն մեկիս կյանքի մեջ։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Տերը օրհնի ձեր բոլոր ծառայությունը։ Առանձնապես օգտագործի ամեն մի ծառայություն։ Եվ դուք լինեք օրհնված այդ ծառայության մեջ։ Փառք Հիսուս Քրիստոսի։ Սապահ։ Այն ինչ որ սրտիս կա այսօր ձեզ հետ կիսվեմ, ես գիտեմ իմ սիրելի եղբորը, իմ գործընկերոջը, ասում եղբորը իր ծառայությունը, գիտեմ ոնց է ձեզ կերակրում, առատապես ճոխճոխ։ Հույս ունեմ, որ այն ինչ որ սրտիս կա ձեզ հետ կիսվեմ, մի քիչ կհասցնեմ։ Համի տեսանկյունից։ Իրականում օրհնությունը գալիս է փափագից։ Գիտեք խոսքը որտեղից է գալիս հայտնվում։ Երբ որ Պողոս առաքյալն ասում է աղոթ կարեք, որ Աստված խոսքի դուր բացի, որպեսզի ես արժան եղածը կարողանամ ձեզ մատուցել, այդ ամեն ինչը նաև ձեր աղոթքների հետևանքն է։ Աստված փափագի համաձայն է ուղարկում։ Աստված կարիքի համապատասխան է ուղարկում։ Այնպես որ ես նաև գիտեմ, թե ասեն եղբոր օրհնությունը որտեղից է։ Խոսքս, որ կուզեմ ձեզ հետ կիսվել եւ ասել, ես ձեզ եմ վերնագրել, քո ապագայից խոսիր, քո ներկայի վրայով։ Կամ քո ապագայից գնահատական տուր քո ներկային։ Մենք Աստծուց գոհանալու ամենամեծ պատճառներից մեկը, որ կարող ենք ունենալ, նա է, որ հիմա ստեղ նստած եք իր տան մեջ։ Շատ մարդիկ փափագում են շատերի տների մեջ հայտնվել, երազում են, աղջիկներն ուզում են լավ տուն ընկնեն, տղաներն ուզում են լավ տափեսա լինեն, հարևաններն ուզում են իրանց հարևանի լավ տան նման տուն ունենան, չէ՞։ Մենք ունենք մեկին և ունենք մի տուն, որ ոչ մեկը չունի։ Ամեն Աստծո տունն է, փառավորիչ է, մենք շնորհակալ ենք նրան։ Ամեն։ Սա իրա գերազանց շնորհքն ու ողորմությունն է, որ ես և դու իրա տանը մեջ ենք։ Սրանից ավել ուրախության արժանի բան երևի թե չկա։ Եթե ես իր տանը մեջ եմ, իր հովանավորության տակ եմ, ես իր ընտանիքն եմ, նրա, ով աչքի բիբի նման է պահում իր ընտանիքը, Աստված իր աչքի բիբի նման է պահում իր ամեն մեկ զավակին, ես զորավոր պաշտպանություն ու ծածկոց ունեմ քեզ հետ միասին, թող Տերը փառավորվի մեր գոհության մեջ, մեր շնորհակալության մեջ, մեր խոնարհության և արժանի փառք մատուցանելու մեջ, թող Աստված իրապես փառավորվի։ Մենք գիտենք, որ ցանկացած տուն ըստ իր նշանակությունը խոսում ինձ ու քեզ հետ։ Ճիշտ է։ Էս ասել։ Եվ թելադրում է քեզ, թե դու ինչպես քեզ պահես իր մեջ։ Տունը քեզ թելադրում է, թե դու քեզ ինչպես պահես իր մեջ։ Այո, ամեն։ Թորները լավ կիվանա, թե տատիկ պապիկների տունը ոնց է թելադրում իրանց պահեն։ Մենք մեզ շատ լավ ենք պահել։ Լավ գիտենք որ նա է, որ սա խառնել ենք իրար։ Բայց մեր տանը չենք կարացել, որովհետև մամա կա, պոլիպետը ձեր է։ Եթե դու մի օր հայտնվես, ասենք մտնես մի գործով երաժիշտների տուն, կամ նկարիչների տուն, կամ մանկատուն, ես չգիտեմ, որ տունն էլ որ մտնես, դու գիտես, որ տունը քեզ թելադրելու է, թե դու ինչպես կարող ես քեզ դրսևորել և պահել։ Քո խոսքերից, քո հանդերձանքից սկսած, քո վերաբերմունքից սկսած, ամեն մի տուն թելադրում է իր կարգն ու կանոնը։ Մենք ասենք շնորհակալ ենք քեզանից, Հայր, որ քո տան մեջ ենք, ճիշտ է։ Ամեն, իրապես փառք իրան։
Ինչ եք կարծում, Աստծո տունը չի կարող մեզ թելադրի, թե մենք ինչպես պետք է մեզ պահենք։ Իհարկե պետք է պահենք։ Աստծո տունը մեզ թելադրում է, թե մենք ինչպես կարող ենք մեզ պահել այդ տանը մեջ։ Մենք այդ տան մեջ իրապես որդիներ ենք, դուստրեր ենք, բայց եւ որդիներն ու դուստրերն ունեն համապատասխան պահելու ձև իրաց։ Ես կուզեմ ժողովողի թղթից կարդալ, երբ որ ժողովողի հեղինակը, ժողովողը հենց ինքը, մենք գիտենք Սողոմոնը, այսպես ասում, 5-րդ գլխից առաջի 2-րդ խոսքերը. Երբ Աստծո տուն գնաս, որ մենք արդեն արել ենք, հիմա այստեղ ենք, եւ ընդհանրապես, ոչ միայն ֆիզիկապես, մենք արդեն Աստծո տան մեջ ենք, եւ երբ որ Աստծո տուն գնաս, ոտքիդ զգուշություն արա։ Ավելի մտիկ անելու համար մոտեցիր, քան թե անմիտների պես զոհ մատուցելու։ Բերանովը միշտ ապիր, թող քո սիրտդ Աստծո առջև խոսելու չշտապի, որովհետև Աստված երկնքում է, դու երկրի վրա ես, դրա համար քո խոսքերը թող քիչ լինեն։ Հետաքրքիր բան է Սողոմոնը, այնքան առաքյալների թղթերից խոսացել ենք։ Սողոմոնը ասում է, երբ որ մտնես գնաս Աստծո տուն, ավելի շատ մտիկ տալու համար գնա եւ ոտքերից զգուշություն արա։ Մտիկ տալ նշանակում է նայել, ուշադիր լինել, հետևողական լինել։ Երբ որ մտնում ենք մի հատ տուն, որ մի քիչ էլ հենց հարուստ տուն, աջող տուն է, առաջին բանը որ անում ենք, չենք խոսում, աշխատում ենք, քիչ խոսանք, եւ սկսում ենք նայել, թաքուն ենք նայում, որ չնկատել որ ուսումնասիրում ենք։ Բայց Աստված հայտնապես առաջարկում է ինձ ու քեզ, որ մտնենք իր տուն հատուկ նայելու համար։ Ուշադիր նայենք, քննենք։ Մանրամասն իր տունը ուսումնասիրենք, իր տանի կարգը, որովհետև ամեն տուն խոսում է իր Տիրոջ մասին եւ ներկայացնում է իր Տիրոջ փառքը, բարավորում է։ Ամեն։ Օրհնյալ ամեն Աստված։ Ոտքերի զգուշություն անել նշանակում է զգուշություն անել քո բռնած ընթացքին, քո ընտրած ուղղությանը եւ քո հետապնդած նպատակին, որովհետեւ ոտքերը այն անդամներն են, որոնք ուղղության մեջ են դնում, որոնք առաջ են տանում։ Եվ ընթացքը, եւ նպատակը հետապնդած, դա ոտքերի խորհուրդն է, ոտքերը որ տանում են այդ ամեն ինչի մեջ։ Ուրեմն ինչ եմ ուզում հասկացնի ժողովողը մեզ, երբ որ մտնես Աստծո տուն, զգուշություն արա ամեն բանից առաջ քո ոտքերին, այսինքն զգուշություն արա քո ընթացքներին, դու չես կարող զգուշություն չանել եւ կարողանալ լավ հասկանալ։ Մենք պիտի զգուշանանք, ինչ ընթացքներ ենք բռնում, ինչ նպատակներ ենք հետապնդում, ինչ ցանկություններ ենք դրել մեր առաջ եւ ուզում ենք հասնել սրան, որովհետեւ մենք կարող է ուրիշ տեղ գնանք։ Դրա համար առաջին հերթին ասում է ուշադիր նայիր։ Երբ որ մենք ցանկացած տան մեջ մի հատ մեր 4 կողմը նայում ենք, մենք մեր մեջ հասկանում ենք, թե հիմա որտեղ կարող ենք նստել, եթե մեզ առաջարկեն, կամ ինչպես կարող ենք մեզ ասել, տունը ինքն իրան սկսում է խոսալ մեզ հետ։ Դրա համար հեղինակն ասում է նայիր, մտիկ արա եւ ոտքերից զգուշություն արա։ Ըստ քո տեսածի, ըստ քո մտիկ արածի դու կարողանալու ես քո ոտքերին զգուշություն անել, դու կարողանալու ես քո ընթացքները ճիշտ ուղղության մեջ դնել, սա է առաջարկում։ Եվ երկրորդ խոսքը, որ ասում է բերանովը դե մի շտապի, թող քո սիրտը Աստծո առջև խոսելու չշտապի։ Երբ որ մենք մտնում ենք միտեղ, աշխատում ենք քիչ խոսանք։ Հասկանում ենք, որ գուցե թե ավել պակաս բաներ չասենք, մի հատ հասկանանք որտեղ ենք ընկել, մի հատ հասկանանք ինչ մթնոլորտ է, մի հատ հասկանանք ինչ մակարդակ է, որպեսզի մեզ համապատասխան պահենք։ Դրա համար թող քո սիրտը Աստծո առջև խոսելու չշտապի, որովհետև Աստված երկնքում է, դու երկրի վրա ես։ Ծանոթ խոսքեր եմ ասում, այն որտեղ կա գրված։ Եսայի մարգարեության մեջ ասում է իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, ապա որչափ երկինքը երկրից բարձր է, արևելքը արևմուտքից հեռու է, այնչափ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից եւ իմ ճանապարհները ձեր ճանապարհներից։ Դրա համար գրված է չշտապես խոսալ, որովհետեւ
Ինչպես Աստծո խորհուրդը բարձր է երկինքը երկրի համեմատած, դու կարող ես շտապել խոսալ եւ Աստծո խորհուրդներից չխոսալ։ Աստծո տան մեջ մենք պետք է զգույշ լինենք մեր ոտքերին եւ զգույշ լինենք մեր խոսքերին։ Զգույշ լինենք մեր հետապնդած նպատակներին եւ զգույշ լինենք մեր արտաբերած արտահայտած խոսքերին։ Սրանք շատ կարևոր բաներ են, որ մենք ուշադրություն պիտի դարձնենք։ Եվ քանի որ ոտքերի զգուշություն անել դա նշանակում է զգուշություն անել քո բռնած ընթացքին, քո ընտրածողության եւ քո հետապնդած նպատակին, եւ որպեսզի ես եւ դու հաջողվենք սրա մեջ, շատ կարևոր է, որ ես եւ դու իրապես ուշադրություն դարձնենք մեր բերանից դուրս եկած խոսքերին։ Եվ համար առաջի ուշադրությունը չշտապելն է խոսքերի մեջ, որ մենք չշտապենք, որովհետեւ խոսքին իշխանություն է տրված ուղղության մեջ դնելու իմ եւ քո ընթացքը։ Ես կուզեմ Հակոբոս առաքյալ 3-րդ գլուխ 4-ից 6 խոսքերը կարդալ։ Հակոբոս 3-րդ գլուխ 4-ից 6 խոսքը։ Մենք լրիվս էլես համար լավ գիտենք։ Ահա նավերն էլ որ չափ մեծ բաներ է և սաստիկ հովերից կքշվեն, բայց շատ փոքր ղեկով կղեկավարվեն ղեկավարի կամքը, որ կողմը որ ուզե։ Այդպես էլ լեզուն պստիկ անդամ է, բայց մեծ բաներ կխոսի։ Ահա քիչ կրակը, որ չափ բաներ բոցի կտա։ Լեզուն էլ կրակ է, անիրավության տիեզերք։ Լեզուն մեր անդամների մեջ այնպես է դրված, որ բոլոր մարմինը կաբականե, բնության շրջանը կբռնկեցնե։ Նայեցեք հսկա նավերը ինչքան ծանր են, չէ ինչքան մեծ են։ Ինչքան պիտի լինի քամին ավելի զորավոր, որ կարողանա այդ հսկա նավին տանել։ Եվ պատկերացնում եք, որ այդ հսկա նավը, որ առաջ աշարժվում ավելի հսկա քամիների ուժից եւ զորությունից, այս երկուսին էլ սանձում է և ուղղության մեջ է դնում մի փոքր ղեկ։ Եվ այդ ղեկը օրինակ է լեզվի։ Հակոբոս առաքյալը այդ օրինակը բերում է, որպեսզի հասկացնի, թե լեզուն ինչ ֆունկցիա կարող կատարի մեր կյանքի մեջ։ Ղեկավարի կամքը, որ կողմը, որ ուզե։ Լեզուն այդպիսին է, և լեզուն բռնեցնում է ամբողջ բնության շրջանը։ Մեր միտքը, կամքը, զգացմունքները մեր բնույթի մեջ այնպես է դրված, որ ամբողջությամբ բռնկեցնում է։ Ինչով է բռնկեցնում։ Ինչ խոսք, որ արտահայտվում է, դրանով մեր ամբողջ բնության շրջանը բռնկվում է։ Փորձել եք ջղայնացած խոսքեր ասել։ Ինչքան շարունակում եք, այնքան ուրախություն է գալիս ձեր վրա։ Աչքերը չռվում է, ձեռքերը չգիտեմ, հորուց քալինում, չգիտեմ, կողքերի պես նայում, որ ես մի բան պետք է վերցնել, մարդիկ պաշտպանում են։ Ինչ է կատարվում։ Խոսքը սկսում է քո ամբողջ բնության շրջանը բռնկեցնել։ Եթե խոսքը այդպիսի զորություն ունի, լեզուն, որ խոսում է այդպես ներգործություն կարող ունենա, շատ պարզ և հասկանալի է, թե ինչու Հակոբոս առաքյալը զգուշացնում է, որ հսկա նավերը հսկա քամիներից փչվելով մի փոքրիկ ղեկով ղեկավարվում են։ Ղեկավարի կամքը, որ կողմը, որ ուզե։ Այդ փոքրիկ ղեկը, որ կողմի վրա թեքեցիր, հասկացաք ղեկավարն ով էր։ Ով էր ղեկավարը։ Ես։ Հիմա ես եմ։ Ես։ Այ հետո Սուրբ Հոգուն ենք տալ։ Ես ղեկավարն եմ, որովհետև լեզուն իմն է։ Ես եմ լեզվին իշխանություն տալու, որպեսզի որ կողմը որ ուզի, այն կողմն էլ թեքվի։ Եվ որպեսզի իմ ու քո նավը ճիշտ ընթացքով գնա և ճիշտ ավարտի հասնի, մեզ պետք է ճիշտ կորդինատներ։ Մենք ճիշտ կորդինատներ պետք է ունենանք։ Ամեն։ Իսկ ով կարա կազմես այս ճիշտ
ճիշտ կոորդինատները այստեղ ավարտում ենք Սուրբ Հոգին։ Նա, որ Սաղմոս 139:13-16 խոսքի մեջ ասում է. Իմ բոլոր անդամները քո գրքի մեջ գրված էին դեռևս չեղած։ Դու իմ կյանքի ամեն մի օրը գիտես։ Դու իմ անդամներն էլ գիտես։ Դու իմ աչքերի գույները գիտես։ Երբ որ ես իմ մորս որովայնի մեջ ձևավորվում էի, քո աչքերդ իմ անկատար կազմվածքս տեսան։ Ահա որ և զարմանալի կերպով եմ ես ստեղծված, փառավորվի Տերը։ Ինչ ես կարծում, իմ ու քո ստեղծողը հենց այնպես ստեղծել է ինձ ու քեզ և գցել բախտի կմահաճույքին, թե ոնց գլուխ կհանես այս իրավիճակներից։ Իհարկե ոչ։ Ես սրան չեմ հավատում։ Ես հավատում եմ, որ իմ և քո ստեղծող, որովհետև եթե դու մարդ ես, Տերն ասել է, դուք որ մարդ եք, ձեր զավակներին բարի ընծաներ տալ գիտեք, որքան առավել ձեր հայրը, որ բարի է ու երկնքում է, փառավորվի Տերը։ Դուք ձեր զավակների համար մինչև նրանց ծնվելը անուններ եք որոշում, եթե սերը տղա լինի, սայն գտնելու, եթե աղջիկ լինի, նպատակ ունեք բժշկական կամ չգիտեմ գիտությունների ուղղությունով սովորեցնեք, ծրագրեր ունեք, ցանկություններ ունեք, ոնց եք պահելու, չգիտեմ, շատերը չի հաջողվում, մեր սրտի բոլոր ուզածները մենք չենք կարողանում մեր զավակների կյանքի մեջ իրականացնել, բայց ամենայն դեպս մենք ծրագիր ունենք մեր զավակների համար։ Աստված այս հարցերով չի ձախողվում, փառավորվիք։ Նա երբեք չի ձախողվում, փառք Իրան։ Նա ինչ ծրագիր որ ունի, արդեն ունի հավիտենից առաջ, իմ ու քո համար։ Եվ շատ խելացի կլինեմ ես, երբ որ գտնվելով Աստծո տան մեջ, իմանալով թե ում ընտանիքն եմ ես, ով է իմ հովանավորն ու իմ հայրը, իրատան մեջ, իրավիճակների մեջ, ես չշտապեմ խոսել իմ բերանով և գնահատականներ տալ իմ իրավիճակին։ Որովհետև շատ փոթորկալից կլինի ծովը, շատ ուժեղ կլինեն քամիները, բայց եթե ճիշտ կոորդինատներ ունես և ճիշտ ղեկավար, քո նավը տեղ կհասնի։ Ամեն մեկս էլ իրապես նեղություններ և դժվարություններ ունենք։ Եվ շատ հաճախ այդ նեղություններն ու դժվարությունները հզոր փոթորիկներ են ավելացվում։ Երկինքը մթնում է, ոչ մի բան չի երևում, փոթորիկը շատ մեծ է, խնդիրները շատ լուրջ են, բայց այդ ժամանակը, որ ես պիտի կարողանամ չխոսել, չշտաբել և հարցնել իմ արարչին, ասա ինձ ճանապարհը, ցույց տուր ինձ կոորդինատները, իմ նավը ապահովությամբ տեղ հասնի։ Ամեն։ Փառավորվի Տերը։ Հիմա գանք նորից մեր վերնագրին։ Քո ապագայից խոսիր, քո ներկայի վրայով։ Ես կուզեմ հիմա շատ արագ ամեն մեկը ինքներդ ձեր մեջ ձեր ներկան մի հատ ձեր աչքի առաջ դնեք։ Իր խնդիրներով, դժվարություններով, հարցերով Այս ամենը կա, ամեն մեկից կյանքի մեջ կա։ Հովհաննես ավետարան 16-րդ գլուխ 13-14 խոսքի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը այսպիսի հայտարարություն արել Սուրբ Հոգու մասին։ Մի քիչ առաջ դուք ասեցիք, չէ՞, ով է ճիշտ կոորդինատները տալու ինձ ու քեզ։ Ասիք թե չէ։ 16-րդ գլուխ 13-14 խոսք։ Այսպես է գրված։ Իսկ երբ ինքը ճշմարտության ոգին գա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդե ձեզ, որովհետև ոչ թե ինքը իրանից պիտի խոսի, հապա ինչ որ լսի, այն պիտի խոսի, և գալիքները ձեզ պիտի պատմե։ Հետաքրքիր խոսք ասում Սուրբ Հոգու կարևոր առաքելություններից մեկը, որ մեր կյանքի մեջ պիտի իրականացնի այդ առաքելությունը, սա է. ամեն ճշմարտության մեզ առաջնորդի կամ ճշմարտությունով առաջնորդի։ Ճշմարտությունով առաջնորդելը սա այս իմաստն իր մեջ, որ ճիշտ տեղ հասնես։ Ճիշտ է։ Ճշմարտության առաջնորդվողն է ճիշտ տեղ հասնում և ճիշտ վերջին հասնում։ Ճշմարտությամբ առաջնորդի և գալիքները ձեզ պիտի պատմե։ Դուք զգացել եք, որ և ձեր մեջ և բոլոր մարդկանց մեջ մի հատ, ոնց ասեմ, ցանկություն կա միշտ գալիքներ իմանալու։
Ապագան իմանալու։ Եվ սա ոչ թե սխալ է, սա Աստծուց մեր մեջ դրված կարևոր ձգտում է։ Ամեն։ Սա Աստվածը հատուկ դրել իմ ու քո մեջ։ Դրա համար բոլոր մարդիկ փառք Աստծուն, որ մենք գիտենք ում մոտ գնանք մեր ապագան հարցնելու։ Աշխարհի մարդիկ գնում են ուրիշ տեղեր։ Սատանան այս ճշմարտությունը վերցրել է եւ օգտագործում է իրան ստերը առաջ տանելու համար։ Իմիջայլոց գիտեք չէ, որ բոլոր ստերը կեղծված ճշմարտություններն են։ Սատանան վերցնում է եւ կեղծում է ճշմարտությունը, որովհետեւ եթե չլինի ճշմարտությունը, սուտ չի լինի։ Եվ ինչքան որ ճշմարտությունը կարևոր է, ինչքան որ արժեքավոր եւ օգտակար է, նրան ծռել է այդքան վնասակար է։ Մարդիկ վազում են բախտագուշակների մոտ, մարդիկ վազում են էքստրասենսների մոտ, գիրկցողների մոտ, իրանց ապագան իմանալու համար։ Սա այն գոհության արժանի իրավիճակներից մեկն է, որ մենք ունենք, որ մենք գիտենք, թե ում մոտ գնանք մեր ապագան հարցնելու։ Փառք Հիսուս Քրիստոս։ Եվ սա Սուրբ Ոգին չի անում նրա համար, որ մեզ հետաքրքիր նորություններով, տեղեկատվական լրատվություններով ապահովի։ Սա հատուկ նպատակ ունի Աստծո կողմից իր մեջ մեզ ապագան հայտնելու։ Եվ մեր ապագան։ Գուցե քեզ քո հարևանից ապագան ավելի շատ հետաքրքրի։ Չէ, իհարկե չէ։ Սա կատակա։ Մեզ մեր ապագան ավելի շատ հետաքրքրում։ Մարդ ասում են, հետաքրքիր չէ, մեկ որ սեզ նեղում ես, ով ինչ, ոնց, ես ուզում եմ, ես հասկանամ, թե ինչ է կատարվում։ Եվ ապագան հայտնելու առաքելությունը Սուրբ Հոգու, սա է իր մեջ կրում։ Որպեսզի մենք ճիշտ ուղղություն վերցնենք, ճիշտ գնահատական տանք մեր ներկային, որպեսզի մեր ներկան չկարողանա մեզ հետ պահել մեր առաջընթացից եւ առաքելությունից։ Որ մեր ներկա խնդիրներն, իրավիճակներն ու դժվարությունները, որոնք չենք հասկանում, ես ինչ է կատարվում, մեզ տեղում կանգնեցնեն, վատագույն դեպքում ետ դարձնեն, կամ ճամփից շեղեն։ Աստված ապագան հայտնում է, որպեսզի դու տեսնես եւ ճիշտ ուղղությամբ գնաս։ Ամեն։ Փառավոր լինի։ Ամեն։ Ֆիլիպեցիս 3:12-14 խոսքը կարդամ։ Ֆիլիպեցիների թղթից։ Ես սիրում եմ համարներ կարդալ։ 12-14 Ոչ թե ես արդեն առել եմ, կամ արդեն կատարյալ եղել եմ, հապա ետևից ընկած եմ, որ բռնեմ մրցանակը, որի համար էլ բռնվեցա Հիսուս Քրիստոսից։ Եղբայրներ, ես չեմ համարում, թե բռնել եմ, բայց հիշեցնեմ, թե ետևի եղածները մորցած են և առջևի եղածներին կդիմեմ։ 14 խոսքը։ Նպատակը դիտելով դեպի Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերին կոչումին մրցանակին կպասեն։ Փառավոր լինի։ Պողոս առաքյալը հիշեցնում է, թե ինչպես է ինքն անում։ Հաջորդ խոսքը 17 և 20 նույն գլխի։ Ասում է, ուրեմն ինձ նմանվեցեք և բոլոր նրանց, ովքեր այդպես են վարվում։ Ինչպես են վարվում։ Նրանք փնտրում են Աստծուն, և ովքեր որ փնտրում են Աստծուն, գտնվում են Աստծո կողմից, բռնվում են Քրիստոսի կողմից։ Եվ Քրիստոսն ասում է, դու ինձ փնտրում ես, արի ես քեզ ասեմ, ահա ես։ Հիմա ես քեզ ասեմ, ուզում ես առաջ գնալ, ահա նպատակը, նայիր, սա քո ապագան է։ Եվ առաքյալն ասում է, և երբ որ նպատակը ես դիտում եմ, որ Աստված ինձ ցույց տվեց, երբ որ Տերը ինձ ցույց է տալիս իմ ապագան, իմ վերջը, իմ նավահանգիստը, ես վազում եմ դեպի այդ նպատակը։ Ես էլ չեմ կանգնում, որովհետև ես գիտեմ, թե որ եմ վազում։ Փոքր ժամանակ, երեխա ժամանակ ինձ հետ նենց դեպք կատարվեց։ Ընկերոջս հետ խաղում էինք իրաց բակում, մեծ շուն ունեին, նավթարկ կա, գերմանական, պասպորտով, այն ժամանակ պասպորտ։ Եվ մենք խաղում ենք, այդ շունն էլ կապած է, և անընդհատ իրանց հենց ուզում արձակվի, և ոնց եղավ կտրեց այդ երկաթե ջնջի։ Կտրեց ու բնական է, տեղի խամը ես եմ։ Ու վազում է դեպի ինձ,
Ու ես էլ փախնում եմ, շան առաջից փախնում եմ։ Անենց եմ փախնում, որ ես շունի հետևից չի կարող հասնի։ Փախնում եմ, բայց ես չգիտեմ ուր փախնեմ։ Ես հասկացա, որ քանի որ ես չգիտեմ ուր փախնեմ, ուր որոշումը հասնելու է ինձ։ Երբ վասեցի առաջս արգել կա, մեծ արգել էր, պատկերացնում եք եմ վաղտել, վաբշե վասեցի ու թռա դրա վրայից, թռա շունի եկավ կամնեց, չկարաց հաթարնեի։ Լավ է, այդ պահին ընգերս վրա հասավ վրնեց։ Հետո նայում եմ, ոնց եմ թռել չեմ կարող, ուզում եմ փորձեմ սիսել չկարեց։ Բայց այդտեղ մի հատ հետաքրքիր դաս առա։ Հետո տարիներ հետո Տերը ինձ հիշեցրեց, ասեց հիշում ես այն պատմությունը, որ շունը հետևից Տեր ընկել։ Իհարկե հիշում եմ։ Չզարմանաք, որ ասում եմ Տերը հիշեցրեց, իրապես Աստված հիշեցրեց։ Տերը շատ լավ խոսում։ Կատակներ էլ արում, փառք Իրան։ Հիշում ես, որ դու չգիտեիր, թե որտեղ ապաստան գտնես, եւ այդ պատճառով ուր որ է շունը հասնում էր քեզ։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովուրդը, իմ զավակները այդպես աննպատակ վազեն։ Ես ուզում եմ, որ նպատակը տեսնեն, փրկությունը տեսնեն, ելքը տեսնեն, ճանապարհը տեսնեն, որպեսզի ապահով լինեն։ Այս դրա համար Սուրբ Ոգին երկրի վրա մեր գալիքները մեզ ցույց է տալիս։ Երկրորդ առաջի գլուխ 4 խոսքի մեջ գրված է. Քաշիրից եւ ես կգամ քո հետևից։ Քաշիրից եւ ես կգամ քո հետևից։ Մենք գիտենք, որ երկրորդը խորհուրդն է Հիսուս Քրիստոսի եւ եկեղեցու։ Հաջորդ խոսքն ասում է եւ թագավորը ինձ իր ներքին սենյակները տալով։ Հասնացուն ասում է քաշիր ինձ եւ ես կգամ քո հետևից։ Եվ թագավորը նրան տանում է իր ներքին սենյակները։ Տեր Հիսուս Քրիստոսը ներքին սենյակների մասին խոսացել է, որ մտիր քո ներքին սենյակները եւ քո հորդ հետ հաղորդակցություն ունեցի։ Ամեն։ Եվ հայրդ որ ծածուկը կտեսնի, հայտնապես կհատուցի քեզ։ Ամեն։ Ներքին սենյակները Աստծո անհատական ներկայության վայրն է, որ ես եւ դու կարող ենք մտնել եւ այդտեղ Աստված մեզ ասում է բաներ, որ ուրիշ տեղ գուցե չասի։ Մենք այդտեղ տեսնում ենք շատ կարևոր բաներ, որ ուրիշ տեղ գուցե մենք չունենանք հրապարակների մեջ կամ այլ տեղերով։ Աստված ուզում է, որ մենք փափագենք, որ իր ներքին սենյակների մեջ լինենք։ Դրա համար հարցնացուն ասում է քաշիր ինձ եւ ես կգամ քո հետևից։ Քաշիր ինձ։ Սկզբից որ կարդում եմ, ես մտածում եմ, որ ես պիտի գնամ Տիրոջ հետևից, հետո հասկացա, որ ես ուզում եմ, որ գնամ, բայց եթե ինքը չքաշի ինձ, ես ուր գնամ, որտեղ գնամ ես։ Դրա համար ուրեմն Հովանու ավետարանի մեջ 6-րդ գլուխ 44 խոսքում տեսեք ինչ է գրում Տեր Հիսուս Քրիստոս ինչ է ասում։ Եթե հայրը չքաշե քեզ, չես կարող ինձ գալ, ես անհատանասի։ Եթե հայրը չքաշե նրան, նա չի կարող գալ, ես եզակի դեմքով ասացի։ Եթե հայրը չքաշի ինձ, ես չեմ կարող գնալ դեպի նա։ Եվ 12-րդ գլուխ 30-32 խոսքի մեջ Տեր Հիսուսն ասում է. երբ որ բարձրանամ, ամենքին ինձ պիտի քաշեք։ Երբ որ բարձրանամ, ամենքին ինձ պիտի քաշեք։ Նախ ասում է, եթե հայրը չքաշի, չես կարող գալ, ու երբ որ ես բարձրանամ, ամենքին ինձ պիտի քաշեն։ Հիմա ինքը երկնքում է։ Ոնց է մեզ քաշում։ Սուրբ Հոգով։ Ինքը երկնքում է, բայց ուղարկել է Սուրբ Հոգուն, որպեսզի ինձ ու քեզ քաշի եւ տալի դեպի հայրը։ Ամեն։ Փառավորվի Տեր։ Ամեն, ամեն։ Որպեսզի ինչ որ մեկը կարողանա մեկին քաշի, ինքը պիտի ինչ որ միտեղ կանգնած լինի եւ ամուր կանգնած։ Ամեն, ամեն։ Ճիշտ է։ Այո, այո։ Աստված իմ ու քո ապագայի մեջ է, փառավորվի Տերը։ Ամեն։ Իմ ու քո ապագան է իր մեջ է։ Ամեն։ Այդ դիրքից Աստված ինձ ու քեզ քաշում է դեպի իրան։ Քաշելու համար ոչ թե մենակ դիրք է պետք, քաշելու համար պարանել է պետք։
բռնվել էլ է պետք, կապի միջոց է պետք, ճիշտ է։ Եսայի 55-րդ գլուխ 8-13 խոսքը։ Բոլորը շատ լավ գիտեք այս խոսքերը, բայց ես կուզեմ կարդամ։ Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն։ Իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, ասի Տերը։ Ապա որչափ երկինքը երկրից բարձր է, այնչափ իմ ճանապարհները ձեր ճանապարհներից բարձր են, իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Բայց հարցը ոնց լուծենք Տեր։ Ժողովին եկն էլ ասում, մի շտապի խոսես։ Մի շտապի խոսես։ Կամ քո խոսքը, կամ Տիրոջ խոսքը։ Իմ ու քո խոսքը մեր նավին սխալ ուղղության մեջ կդնի և սխալ տեղեր կհայտնվենք, գուցե չհայտնվենք էլ։ Բայց նրա խոսքը և նրա խորհուրդը, իմ Աստծո խոսքն ու խորհուրդը կապ է ինձ համար, որպեսզի ես կարողանամ գնալ դեպի նա։ Դրա համար ասում է, ապա ինչպես անձրևն ու ձյունը երկնքից կիջնեն և այնտեղ չեն դառնա, հապա երկիրը կոռոքեն և նրան պտղաբեր և արգասավոր կանեն, ցանողին հունդ և ուտողին հաց կտան, իմ բերանից ելած խոսքն էլ այնպես պիտի լինի։ Մենք ամեն մի խնդրի, նեղության և դժվարության մեջ հասկանալու կարիք ունենք, տենալու կարիք ունենք, զորանալու կարիք ունենք, ամեն կարիք ունենք։ Իսկ Աստված ամեն մի խոսքը, որ ուղարկում է ճիշտ քո կարիքի համապատասխան և քո կարիքի չափով։ Եթե դու ցանող ես, հաց չի տալիս, սերմ է տալիս, որովհետև քո կարիքը սերմն է։ Եթե դու սոված ես, ոչ թե սերմ է տալիս, այլ հաց է տալիս։ Եթե դու չորացած երկիր ես, քեզ անձրև է տալիս, երբ որ դու խոնավացած երկիր ես, քեզ արև է տալիս։ Եթե դու սառած երկիր ես, քեզ կրակ է տալիս։ Եթե կարծրացած երկիր ես մուրճ ավերցնում և քո սկսան ջարդելը վշրել են ամեն ինչը։ Ամեն, հարավոր մի Տերը։ Եվ դրա համար ասում մի շտապիր։ Ես երկնքում եմ, դու երկրի վրա ես, շատ բան չես հասկանում, չշտապես խոսել, թող ես խոսեմ, եթե փնտրես ինձ, ես կխոսեմ, եթե հարցնես ինձ, ես քեզ կասեմ, ես քեզ կապ կտամ և կքաշեմ և կտանեմ դեպի ինձ։ Դրա համար եմ ուղարկել Սուրբ Հոգուն, որպեսզի քեզ գալիքները պատմի։ Եթե համաձայնվես, տանի քեզ իր հետ։ Երբեք Աստծո խոսքը պարապ ետ չի դառնում։ Պարապ նաև նշանակում է դատարկ։ Ճիշտ է։ Իսկ ում է իր հետ տանում։ Որպին բռնել է։ Ինձ է տանում։ Եվ դրված է, հաջողությամբ կգործադրի այն բանը, որի համար նրան ուղարկել է։ Որովհետև ուրախությամբ պիտի ելնեք, հետևանքն եմ կարդում։ Երբ որ Աստծո խոսքը իմ ու քո կյանքի մեջ հաջողությամբ գործադրվի, այն բանը իրականացնի, ինչի համար որ ուղարկվել է, որովհետև դու պապակ երկրի նման սպասել ես անձրևին Աստծուց։ Քո նեղությունների մեջ քո բերանով չես շտապել, այլ հարցրել ես, Տեր օգնիր ինձ, ցույց տուր ինձ, հասկացրու ինձ, և նա խոսքը ուղարկել է քո կյանքիդ մեջ, և դու բռնել ես այդ խոսքը։ Հաջողությամբ, ուրախությամբ պիտի ելնես, խաղաղությամբ պիտի առաջնորդվես, բլուրներն ու լեռները քո առջևից ցնծությամբ պիտի աղաղակեն, դաշտերն ու բոլոր ծառերը ծափ պիտի զարկեն, թուփին տեղ մայրի, դժնիտի տեղ մրտելի պիտի բուսնի, սա Տիրոջ անվանը փառքի համար անջինջ և հավիտենական նշան պիտի լինի։ Քո խնդիրները, բլուրները, ձորերը պիտի հարթվեն, պիտի հեռանան, ծառերը պիտի կանգնեն և ծափ զարկեն և ասեն, հաղթողն է անցնում։ Ողջունենք սրա։ Ճիշտ է գտել ճանապարհը։ Միջոցը ճիշտ է գտել։ Բոլոր իրավիճակները պիտի հետ քաշվեն, որովհետև դու գնում ես մի ճանապարհով, որի հեղինակն Աստված է, և ոչ մի խնդիր, ոչ կարա, ոչ էլ իրավունք ունի քո առաջ կանգնի։ Դու տեղ ես հասնել։
Ամեն։ Իսկ մենք գիտենք, որ երկինք ու երկիր կանցնի, բայց Աստծո խոսքը մինչև չկատարվի, չի անցնի։ Փառք Հիսուսի։ Հարավոր մի Տեր։ Ես կուզեմ մի քանի օրինակներ բերել մարդկանց կյանքերից, որոնց մասին գրված է, եւ որոնց համար է գրված է, որ նրանց հետ եղածը մեզ օրինակի համար եղան, որպեսզի մենք հասկանանք, թե մեր Աստված ինչպիսին է։ Ես մի անգամ մեր ժողովրդին ասել եմ, նայեցեք, տեսեք, ամեն մի հավատքի մարդու կամ հերոսի մեր ասած մասին, որ գրված է Աստծո խոսքի մեջ, ոչ թե գրված է նրա համար, որ դու իմանաս Հոբը, Դանիելը, Դավիթը կամ մեկը ինչպիսի մեկն է, այլ որ նրանց պաշտած Աստվածը ով էր։ Այո, ամեն։ Թե դու ում ես պաշտում։ Այդ Աստվածը ինչպես գործես նրանց կյանքի մեջ։ Նա քո Աստվածն է։ Ամեն։ Հոբի 42-րդ գլուխ 1-6 խոսքը։ Ես կուզեմ սա կարդալ։ Մնացածները կասեմ, գիտեմ հավատում եք, չէ՞ որ ճիշտ կասեմ։ Հավատացյալ ենք։ Այն ժամանակ Հոբը Տիրոջը պատասխան տալով ասաց. «Սա այն ժամանակ էր, որ Աստված ասեց իմ ալրի ես խոսամ»։ Հետո քեզ հարցնեմ, իսկ պատասխան դու։ Հոբը մինչև այդ խոսում էր, ճիշտ է։ Այո։ Խոսում էր, բողոքում էր, չէր հասկանում, ինչեր է կատարվում, ասում էր՝ ուր է Տեր Աստված։ Աստված ասեց՝ «Սպասի, ես մի հատ խոսամ քեզ»։ Հենց խոսած վերջացրեց եւ ասաց՝ «Դե հիմա ինձ պատասխան տուր»։ Հոբն ասաց. «Գիտեմ, որ ամեն բանի կարող ես։ Քո դիտավորությունները բնավ պարավ չեն ելնում։ Աստված ոչ մեկի կյանքի մեջ պարավ դիտավորություններ չի գործադրում։ Այո։ Ոչ մեկի կյանքի մեջ։ Ով է նա, որ տգիտության խորհուրդը կնսեմացնե։ Տգիտության խորհուրդը կնսեմացնե։ Այն խորհուրդը, որ Եսային աղաղակում է եւ ասում, քո խորհրդից շատ բարձր է, այնքան բարձր, ինչքան երկինքը երկրից։ Այն խորհրդից, որ ժողովուրդն ասում է, չշկապես քո Աստծո առաջին խոսալ իր տան մեջ, որովհետեւ նա երկնքում է, դու երկրի վրա ես։ Այո։ Եվ երկնքում Եհովա խորհուրդ ունի իմ ու քո կյանքի համար, մեր կյանքի հետ կապված խորհուրդներ ունի, շատ խորհուրդներ, եւ նրա դիտավորությունները մենք գիտենք, որ կյանքը օրհնություն է եւ բարգավաճում են, փառավոր լինեն։ Ամեն։ Ով է որ տգիտության խորհուրդը կնսեմացնե, արդարև կխոսեի, բայց չէի հասկանա։ Սա է ժողովն ասում, չշտապես խոսել։ Հոբը խոսում է, բայց չէր հասկանում։ Ինձ սքանչելի բաներ լինելով չէի իմանում։ Ես որ ես համարը կարդացի, այ տակ որ լավ չի բանանք պատմությունը, կասենք երևի թե Հոբը վշտից խելքը թռցրել էր։ Ոնց թե ինձ սքանչելի բաներ լինելով։ Դուք բոլորդ անգիր գիտեք ամբողջ խնդիրը ինչի մեջ է, որ մենք անգիր գիտենք։ Մենք պարզապես որպես պատմություն գիտենք։ Եվ ենք անհեշտ ենք կարդում եւ անցնում։ Բայց եթե մեր առօրյա խնդիրն է մեր առջև կանգնում, Հոբին ենք տալիս անցնում։ Եվ ասում է, ինձի սքանչելի բաներ լինելով։ Ինչը ազդեց Հոբի վրա, ինչը օգնեց Հոբին, որ այդ նեղության, դժվարության, այդ ցավի, այդ տառապանքի մեջ, այդ վշտի մեջ, որ անընդհատ հարցեր էր տալիս եւ չէր ուզում մխիթարվել, հանկարծ մի անգամից հայտարարում է, ինձ սքանչելի բաներ էին լինում։ Շատ սքանչելի բաներ էին լինում։ Մի օրվա մեջ ունեցվածքը կորավ, մի օրվա մեջ 10 երեխան մահացավ, մի օրվա մեջ առողջությունը կորցրեց եւ տարիները էլ չի դզվում։ Հասկանում եք ինչքան զորավոր է Աստծո խոսքը։ Ամեն։ Եվ ինչքան օրհնյալ է նրա կամքի գիտենալը։ Ամեն։ Ինչքան օրհնյալ է գալիքները տեսնելը։ Երբ որ Աստված խոսեց եւ Հոբը տեսավ Աստծո խորհուրդը իր աչքերի առաջին, նա միջապես սկսեց ճիշտ խոսալ եւ ասել. ինձ սքանչելի բաներ լինելով ես չէի հասկանում։ Տգիտությունով խորհուրդը նսեմացնում էի։ Կխնդրեմ խոսամ դու լսի, ահա իմ անձս արհամարում եմ, հող ու մոխրի վրա զղջում եմ, բերանս փակում եմ, էլ ոչ մի բան, էլ եթե ես առանց քո կամքն իմանալու մի բան խոսել, չեմ խոսի։ Եվ եթե հիշում եք Աստված հետ տարավ եւ Հոբի բարեկամներին ինչ ասեց, դուք
իմ հոբ ծառայի նման ճիշտ չխոսեցիք իմ մասին։ Բայց մինչև այդ խոսքը ասելը, ձեզ կթվար, որ իրապես ծառաները և բարեկամները սխալ էին խոսում։ Առանձին կողթում ես ենքան գեղեցիկ են ներկայացնում Աստծու մասին։ Դու էլ ես իրանց հետ միաբանվում հոբին դիլ գլխում հանում։ Բայց երբ որ հոբը տեսավ և լսեց և հասկացավ և Աստծու խորհուրդը դիտավորությունները ճանաչեց, ետ դարավ և ասեց, սքանչելի բաներ էի լինում ինձ, չէի հասկանում ներ ինձ հողը մոխի վրա զղջում։ Երբ որ տեսավ, կանգնեց, զորացավ, առաջ գնաց։ Իսկ մենք գիտենք, թե Աստված ինչ արեց իր կյանքի մեջ։ Կրկնակի ամեն բան։ Սաղմոս 73 Ասափի խոսքերն եմ ուզում կարդալ։ Ասափը այսպես է ասում, ես չեմ ուզում ամբողջ սաղմոս կարդալ, դուք լավ գիտեք, երբ որ ամբարիշտի զորանալն էր տեսնում, երբ որ նկարագրում է նրանց աչքերը պարարտությունից դուրս է գալիս, իրանց լեզուն երկիր ու երկինք խառնել է իրար, լեզուն մեծ վրդում է, իրանց հաջողվածությունը լայնատարած սաղարթախի ծառի նման արաբատներն էլ խորացած, երկնքի դեմ իրենց լեզուն բացում և խոսում են ու այդքանից հետո ինչ գործի որ գնում են հաջողվում են, Արդարի ետ դարանայեցի տեսակ ինչքան դժվարություն կա սաղես արդարների վրայա։ Եվ քիչ մնաց, որ իմ ոտքերս սայթակեի, և քիչ մնաց, որ ասեի հիրավի ես իզուր ընտրեցի արդարության ճանապարհը և անօրենությունը մերժելով ճշմարտության ընծայվեցի։ Եվ եթե ես այդպես խոսեի, եթե այդպես հրապարակային խոսեի, քո որդիների դեմ նենգություն արած կլինեի բոլոր նրանց դեմ, ովքեր որ արդարությունը սիրեցին և հետևեցին, դրա հետևանքով նեղությունների և դժվարությունների մեջ է։ Ես շատ վատ բան արած կլինեի, բայց երբ որ ուզեցա հասկանամ, ես չկարողացա հասկանալ, ինչ շատ դժվար երեցավ, ծանր թվաց, չկարողացա ըմբռնել, մինչև երբ, մինչև որ դու ինձ տարար քո սրբարանը, տարար քո ներկայության մեջ և այդտեղից ցույց տվեցիր արդարի վերջը, ամբարիշտի վերջը, իմ վերջը և նրանց վերջը, երբ որ դու ինձ ցույց տվեցիր ով եմ ես քո մեջ, դու ինչ խորհուրդներ և ծրագրեր ունես ինձ համար, իմ կյանքի նպատակը դու աչքերի առջև դրիր, ես տեսա և մխիթարվեցի։ Գիտեք նորից ասապ ինչ ասում, տգետի նման էի խոսումների ինչ չեմ հասկացել։ Ես չպետք է շտապեի խոսքերի մեջ։ Ես պետք է սպասեի, որ դու ինձ խոսք տայիր, խոսք ուղարկեիր, որպեսզի ես կարողանայի բժշկվել և ճիշտ ընթացքի մեջ գնալ։ Հարավոր գիտել։ Եբրայեցիս 11:8-11 խոսքի մեջ Աբրահամի մասին։ Ասում է Աբրահամը իր քաղաքից դուրս եկավ։ Գիտեք չէ, որ իշխանավոր մարդ էր Աբրահամը իր քաղաքի մեջ։ Զորավոր մարդ էր, անուն ուներ, պատիվ ուներ, ունեցվածք ուներ, Աստված ասեց դուրս արի գնա, ամբողջ կյանքը վրանների մեջ ապրեց, հանուն ինչի, այն հիմքերով հաստատված քաղաքի, որի արարիչն ու ստեղծողը Տերն էր։ Աստված ցույց էր տվել Աբրահամին այն քաղաքը, որ ինքը պատրաստել էր եւ ասել սա քո ժառանգությունն է եւ քո սերունդի ժառանգությունն է։ Եվ սա օգնում էր Աբրահամին, որ իր առաջվա կյանքը, որ շատ ավելի ապահով էր, թողնի, վրանների մեջ ապրի և երբեք չիմանա սրանից հետո ինչ է լինելու։ Սրանից հետո ինչ դժվարության մեջ կգնի, որտեղից դուրս կգա, ուր կհայտնվի, բայց քանի որ ինքը գիտեր հանուն ինչի, գնում էր։ Ահա Աստված այսպիսի Աստված է, փառավոր լինի։ Ուզում եմ, որ մենք այսպես գնանք իր հետևից։ Դրա համար Սուրբ Հոգին ինձ ու քեզ հայտնում է մեր գալիքները, որպեսզի մենք վազենք նպատակը դիտելով և հենց չվազենք և չթուլանանք երբեք։ Եթե նեղություն էլ կրենք, իմանանք հանուն ինչի է, որովհետև դու մի փոքր նեղությունն անգամ չես կարողանում կրել, եթե չգիտես ինչի համար, բայց երբ որ գիտես թե հանուն ինչի, ամեն նեղության էլ դիմանում ես, որովհետև գիտես շուտով սա վերջանալու է։
Նույնը Մովսեսի մասին է գրված, Եբրայեցիս 11:24-27 խոսքը։ Գրված է. Փարավոնի անհամար գանձերը ոչինչ համարեց այն գալու փառքի մոտ, որ Աստված պատրաստել է իր համար։ Ավելի արժանի եւ կարևոր համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելել, որովհետեւ կտեսներ անտեսանելին։ Սրանք են օգնել, այս մարդիկ, որոնց մասին գրված է, որ մենք սովորենք եւ դաս առնենք, այսպես են առաջ գնացել։ Աստված նույնն է երեկ եւ այսօր եւ հավիտյան։ Տերը միշտ նույն ձևով է գործում։ Երբեք դու չմտածես, որ Երանի Աբրահամի նման լինեի ես։ Երանելի ես, որ Աբրահամի Աստծո նման Աստված ունես, նույն Աստվածն ես։ Այստեղ երանելի ես։ Ամեն։ Ամեն։ Մովսեսի Աստծուն ես պաշտում, նույն Աստծուն ես պաշտում։ Դավիթի, Հովսեփի փառավորվի Տերը։ Եբրայեցիս 12:2 խոսքի մեջ գրված է. Հիսուս Քրիստոսը իր առջև կեցած ուրախության համար խաչը հանձնարավ, ամոթ արհամարեց եւ Աստծո մեծության աջ կողմը նստեց։ Հիսուս Քրիստոսը տեսել է այսօրը, տեսել է քո ներկայությունը, տեսել է քո սրտի ուրախությունը, տեսել է քո ամեն մի ասած ամենը, տեսել է քո օրհնությունը երգելը, քո ցնծալն ու փառավորելը որպես փրկված մարդ, որպես իր ժառանգորդ, այս ամենը տեսել է ինքը։ Նույնիսկ Տեր Հիսուս Քրիստոսը կխնդրեմ ճիշտ հասկանալ, որպես մեր փրկիչ, որպես մեզ համար փրկագնող, որպես գառ, որպես մարդ, որ ապրեց, որ մեզ փրկագնի, տեսել է, որպեսզի կարողանա անի։ Տեսել է ինձ ու քեզ եւ ասել, ես անում եմ սա, որովհետեւ գիտեմ ինչի համար եմ անում, փառք Հիսուսին։ Ամեն։ Մի հատ համար է կարդամ Ծննդոց գրքից։ Ծննդոց 45-րդ գլուխ 4-13 խոսքը։ Հովսեփ ասաց իր եղբայրներին. ինձ մոտ եկեք, նրանք էլ մոտ եկան եւ ասաց. ես ձեր եղբայրը Հովսեփն եմ, որ Եգիպտոս տարվելու ծախեցիք։ Ուստի ինձ այստեղ ծախելու համար մի վշտանաք եւ ձեզ ծանր չի երևա։ Եթե մենք մեզ դնենք Հովսեփի տեղը, մեր ամբողջ կյանքի մեջ գուցե մենք մտածենք ու ասենք երբ են մի օր ձեռս կգնելու սրանք։ Այ մի գոնե ինչ կասեմ, ես ասեմ սիրտս հովանա էլի մի հատ, գոնե էլի ասեմ բզնեմ։ Հովսեփն ասում է հանկարծ չվշտանաք։ Հանկարծ չվշտանաք։ Ինձ ծախելու համար չնեղվեք, որովհետև Աստված ուղարկեց ինձ ձեր առջևից կյանք պահելու համար։ Ամեն։ Հովսեփին որտեղից ես ուժը ես ներումը։ Երբ որ հասկացավ, Տերը ասեց իրան, երբ որ ինքը տեսավ, որ Աստված հատուկ ծրագիր եւ նպատակ է հետապնդում։ Աստծո խորհուրդներն ու ճանապարհները, Աստված ոչ թե մենակ իր խորհուրդների մասին է խոսում, այլ նաև իր ճանապարհների մասին է խոսում։ Այո։ Երբ որ Աստված իր խորհուրդը հայտնում է, ոգևորվում եք, Տեր, շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ, ես որ կամքդ հայտնեցիր։ Ես չեմ պատկերացնում, այստեղ նստած մի մարդ լինի, որ գոնե մի անգամ աստերը մարգարեական խոսք իրան ուղղած չլինի, կամ մի հատ երազ տեսած չլինի, կամ մի հատ հայտնություն առաջ չլինի, դա այն խոսքն է, որ անձրևի եւ ջունի նման իջնում է ներկա ժամանակի մեջ, եւ մենք ուրախանում ենք։ Հովսեփը ինչքան էր ոգևորվել, չէ՞ որ խոստումն առավ։ Հովսեփը բայց Աստծո ճանապարհներից գաղափար չուներ, ինչպես ես ու դու, թե ինչ ճանապարհներով Աստված կհասնի տեղ։ Բայց երբ որ հասկացավ, գնաց։ Ոչ մի բան չկարողացավ արգելի Հովսեփին։ Բանտում էր, երազել էր տեսնում մարգարեանում էր, մեկնում էր, պետապրեսի տանն էր, ծաղկեցնում էր այդտեղ։ Այն շնորհքը, այն հոգին, որ կար Հովսեփի վրա,
շարունակում էր գործել եւ Հովսեփը հաջողվում էր, որովհետեւ Հովսեփը հասկացավ, թե Աստված ինչ ա ուզում արած լինի իր կյանքի մեջ։ Եվ երբ որ հանդիպեց եղբայրներին, ասաց. մի վշտացեք եւ մի լացեք, Աստված ա ինձ ձեր առջևից ուղարկել կյանք պահելու համար։ Քանզի երկրի վրա Սովի 3-րդ տարին է եւ տակավին 5 տարի կա, երկրորդ կներեք, որ հրացած չէ, Աստված ինձ ձեր առջևից ղրկեց, որպեսզի երկրի վրա ձեզ սերունդ պահի ու մեծ ասատությունով ձեզ ապրեցնի։ Ուրեմն ինձ այստեղ ուղարկողը դուք չեք, հապա Աստված է, որ ինձ փարավոնին հայր եւ իր բոլոր տանը տեր ու Եգիպտոսի իշխան դրավ։ Հովսեփը իր այն սկզբնական շրջանում, որ տեսել էր աստղերը ոնց են խոնարհվում, հասկի խուրձերը ոնց են խոնարհվում, երբեք ու երբեք չէր պատկերացնի, որ կլինի այդ ժամանակաշրջանի ամենահզոր երկրի կառավարիչը եւ այդ թագավորը փարավոնը կասի միայն աթոռով եմ ես քեզանից բարձր։ Հովսեփը կարա պատկերացնի սա։ Դու այ չես կարա պատկերացնես։ Այն նեղությունն ու դժվարությունը, խնդիրը, որ հիմա քեզ շփոթեցնում է եւ գուցե չես հասկանում, դու այ չես կարա պատկերացնես, թե ինչի համար Աստված անում, բայց որ հարցնես կասի։ Եթե չշտապես, անպայման պատասխան կտա։ Եթե խնդրես անպայման կուղարկի համապատասխան խոսքը, կկապի քեզ ու կքաշի իր հետ, կտանի իր ներքի սենյակները եւ այնպիսի բաներ կտեսնես, որ ուրիշ ոչ մեկը չի կարա տենա, որովհետեւ միայն այդտեղ են տեսնում կարևոր բաները, փառավորները։ Ուրեմն առաքյալներն ասեցին Պետրոսը, ամեն բան թողեցին եկան քո հետևից, ինչ ա լինելու։ Ոչ թե Աստված ասեց լսի, խելոք սուսարած ա իմ հետևից, ինչ կլինի։ Ինչ ես գլուխդ խոթում իմ գործերի մեջ։ Տես չի ասել։ Ասեց ասել, ինչ ա լինելու։ Այսպես ա լինելու, այսպես ա լինելու եւ այսպես ա լինելու։ Նեղությունների հետ մեկտեղ, դել ասել, ճիշտ ա։ Օրհնվելու եք այն չափ, որ տեղ էլ չլինի պարունակեք։ Վերջում է հավիտենական կյանքը։ Ամեն։ Երբ որ Երեմիան հարցրեց, ասեց, ինչ ա լինելու մեր վերջը, ասեց, մի վախեցեք, գնացեք գերության, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, չվախեք, իմ խորհուրդները կյանքի օրհնության եւ բարարության խորհուրդներ են։ Դուք մտածում եք, որ գնացել եք գերության, ոչ մեկին հաճելի չի գերի լինել, ոչ մեկին հաճելի չի գլխին տեր ունենալ, ասող ունենալ, կամ կատարել ուրիշի, բայց սա այն ճանապարհն է, որի միջոցով ես իրականացնելու եմ իմ խորհուրդը։ Ուրեմն որտեղ գնաք, այդտեղի խաղաղությունը փնտրեցեք, բարգավաճումը փնտրեցեք, տներ սարքեցեք, այգիներ տնկեցեք եւ զորացեք, որովհետեւ երբ որ ժամանակը եկավ, ես հայտնելու եմ իմ խորհուրդը ձեզ։ Վերջի համարը ուզում եմ կարդամ եւ անենք աղոթքի։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 13-16 խոսքը կարդամ։ 11-րդ գլուխ 13-16 խոսքը։ Սրանք ամենքը, դու գիտեք չէ, որ սրանք ամենքը կարդում եմ, ընդամենը 4-5 հոգու մասին ես կարդացի, Պողոս առաքյալն ավելի շատ ասում, բայց ասում է, եթե բոլորի մասին խոսեմ, ժամանակը չի ելքի։ Սրանք ամենքն էլ հավատքով մեռան, խոստումները չառած, հապա հեռվից տեսան ու ողջունեցին եւ խոստովանեցին, թե իրենք հոտարներ եւ պանդուխտներ են այս երկրի վրա, փառավորներ։ Տեսեք ինչ կատարվեց։ Մարդիկ կան, որ այն ինչ որ Աստված խոստացել էր իրանց ապրած կյանքի մեջ դրան չհասան, բայց գնացին։ Ինչի գնացին? Որովհետև տեսան հեռվից։ Եվ գիտեք ինչի չգնացին։ Այս մարդիկ խորհարվեցին իրանց ապրած կյանքի մեջ խոստմանը չհասնել, որ ես ու դու դուրս չմնանք դրից։ Մենք որ մի շաբաթ ուշանում ա Տիրոջ խորհուրդն, ասում ենք ուշացրիր։ Աստված ջանուր ես, երեք ես է խոստացել, բայց մի օր սպասում եմ ես քեզ։ Ինչի չես քո խոստումը իրականացնում իմ կյանքից մեջ։
Այս մարդիկ համաձայնվեցին իրենց կյանքի ընթացքում չստանալ խորհուրդը, գին վճարել, որպեսզի ես ու դու մասնակից լինենք այդ բոլոր խորհուրդների մոծարել։ Եվ իրենք ինչ գնահատական տվեցին իրենց կյանքին ներկային, երբ որ տեսան իրենց ապագան, ասացին մենք այստեղ մնայուն բան չունենք, մեր քաղաքականությունը երկինքն է, վերիններն եմ հնդրում, վերին կոչումի մրցանակին վազելով, եւ ասացին մենք անդուխտներ եւ օտարականներ ենք այստեղ։ Որովհետև նրանք որ այսպիսի բաներ կխոսեն, ովքեր որ կարողանում են այսպիսի բաներ խոսել, ովքեր որ կարողանում են իրապես այսպես մտածել, այսպես գնահատական տալ իրենց ներկային, նրանք հայտնի ցույց են տալիս, որ մի գավառ են փնտրում, եւ քանի որ ժամանակ ունեին նորից ետ դառնալու Եթեուզեին, բայց ետ չդառան, վկայում են, որ լավագույն գավառի են փափագում, այսինքն այն երկնավորին, որ Տերը նախասահմանել է իրանց համար։ Եվ գիտեք շարունակությունը ինչ է գրված։ Ուստի Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել է։